Գյումրիում ապրիլի 23-ին հնչած կրակոցների գործով ոստիկանության Գյումրու բաժնում խորհրդակցություն էր անցկացնում ոստիկանապետ Վովա Գասպարյանը, ով այնուհետ պատասխանեց լրագրողների հարցերին։ Գյումրիում ունենք երկու չեմ վախենում օգտագործեմ կլան, որոնք չգիտեմ ինչի շատ երկար տարիներ առնահեղություններով, ջարդուփշուրներով, զոռբայություններով իրենց են թելադրում։ Չի լինի այլևս, ավարտվեց դարաշրջանը, զոռբայությունը այլևս Հայաստանի Հանրապետությունում և Գյումրիում չի լինելու։ Բոլոր նրանք, ովքեր փորձելու են զենքով, զոռբայությամբ, անօրինականությամբ ինքնահաստատվեն, կամ այդ ինքնահաստատվածները բոլորը կհայտնվեն այնտեղ, որտեղ պետք է հայտնվեն այն մարդիկ, ովքեր զենքով և արյունով են լուծում խնդիրները։ Ես քրիստոնյա մարդ եմ, ես խաղաղության կողմնակիցն եմ, ես արյունի կողմնակից չեմ, բայց քրիստոնյա լինելը դա չի նշանակում, որ մատաղացու գառներ ենք, չի լինելու գթասրտություն։ Ես գտնում եմ, որ գթասեր պետք է լինել հասարակության նկատմամբ, այլ ոչ թե հանցագործի նկատմամբ։ Բոլոր տեղերում, սկսած Գյումրիից, վերջացած որ տարածաշրջանն է հետաքրքրում, բոլոր տեղերում կան սրիկաներ, բարեպաշտ մարդիկ, խոնարհ մարդիկ, արյունների ժամանակն անցավ, եկել է խաղաղության ժամանակ, կապրեն հասարակությանը համահունչ, կամ չեն ապրի հասարակության մեջ, կհայտնվեն այնտեղ, որտեղ պետք է հայտնվեն։ Եվ սա վերջնական է։ Նման դեպքերը շարունակություն են ունենում, երբ մենք չենք կախում ի սկզբանե, երբ չենք անում կանխարգելիչ միջոցառումներ և չենք աշխատում։ Նման պրակտիկան այլևս չի լինելու այստեղ, քիչ առաջ ես խորհրդակցում եմ ղեկավարության հետ և դրել եմ կոնկրետ խնդիրներ։ Բոլոր նրանք, հիմա էլ առիթից օգտվելով ասում եմ, բոլոր նրանք, ովքեր այսպես ասած թիմ են կազմում այս կամ այն կլանի, այս կամ այն խմբավորման, բոլոր նրանք մեր կողմից անընդհատ լինելու են հսկողության տակ։ Ես խորհուրդ եմ տալիս բոլոր նրանց, ովքեր մտածում են, դեռ շարունակելու են այսպես, հասկանալ, որ նրանց օրերը հաշված են։ Իսկ բոլոր նրանք, ովքեր կասկածանքով են մոտենում, կապրենք, կտեսնենք։ Արտագաղթը դրանց համար կլինի։ Այդ արտագաղթը ես կկազմակերպեմ, բայց այս երկրում էլ չեմ տանդուրժելու նման բաներ։